Ֆորտունա մարզային հեռուստաընկերության եթերում լրատվության ժամ է, օրվա կարևորագույն իրադարձությունների մասին նախ համառոտ։ Աշխատանքային այցով Լոռու մարզում էր սպորտի նախարարը, հերթական բողոքի ակցիան քիմիագործների կողմից։ Եվ այսպես ինչ նպատակ է հետապնդել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Լոռի։ Այցի բոլոր մանրամասները թողարկման առաջին տեսանյութում են։ Աշխատանքային այցով Լոռու մարզում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի սպորտ դպրոցների պայմաններին, առկա խնդիրներին, մարզում սպորտի զարգացումն ու մասսայականացումը խթանելու նպատակով։ Շարք խնդիրներ կա։ Սպորտը և ֆիզկուլտուրան չի զարգանա միայն Վանաձորով, Վանաձոր քաղաքով։ Այսինքն մենք պետք է նաև համայնքների մասին մտածենք։ Աշխատանք շատ կա անելու, որը մենք այսօր կքննարկենք, ուղին կմշակենք և պետք է աշխատել։ Նախարարի առաջին կանգառը Սպիտակի թիվ 1 համալիր մարզադպրոցն էր։ Շրջելով 2006 թվականին կառուցված մարզադպրոցում և ծանոթանալով տեղի պայմաններին, Գաբրիել Ղազարյանն անձամբ հետևեց նաև մարզադպրոցի երկրորդ մասնաշենքի ըմբշամարտի դահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։ Քանի որ մեր մարզադպրոցում միայն կար խաղերի դահլիճ, խաղերի դահլիճում մենք գույք ըմբշամարտի գորգն ենք փռել, դա խանգարում էր խաղային ձևերի լիարժեք պարապմունքներին, այժմ կառուցվում է ըմբշամարտի դահլիճը, որը ինչպես նշեցի, մեծ խթան կհանդիսանա մարզաձևի և զարգացմանը և մարզումների լիարժեք անցկացմանը։ Մարզադպրոց հաճախում է շուրջ 170 երեխա թվով 8 խմբակներում։ Այցի երկրորդ կանգառը Տաշիրի մարզադպրոցն էր։ Նախարարն այցելեց նաև Ստեփանավանի քաղաքային մարզադպրոց։ Այստեղ ևս հիմնական խնդիրների շարքում առաջնայինը գույքի պակասն էր, ինչն էլ ներկայացվեց նախարարին։ Ներկայումս մենք ունենք գույքի խնդիրներ, մարզագույքի։ Մենք բանավոր ասեցինք պարոն նախարարին, մենք գրավոր կներկայացնենք ինչ մարզագույք է մեզ մեկ կապված մարզաձևերի հետ։ Մենք ունենք մարզաձևեր մեր քաղաքում, որը գույք ընդհանրապես ունենք ակրոբատիկա, օրինակ գույք չունենք ընդհանրապես։ Ու մենք ունենք ըմբշամարտի գորգի խնդիր, որը նույնպես ասեցինք։ Աշխատանքային օրվա ավարտին սպորտի նախարարը եղավ նաև Գուգարքի և մարզկենտրոնի սպորտ դպրոցներում։ Շրջայցից հետո մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ էլ մարզի մարզադպրոցների տնօրենները գրավոր տարբերակով ներկայացրին խնդիրներն ու անհրաժեշտ մարզագույքի ցանկը։ Նախարարը նկատեց, որ դեռևս ինչ-ինչ պատճառներով ցածր է մարզիչների աշխատավարձը, բայց խոստացավ, որ առաջիկայում կավելանա նաև վերջիններիս աշխատավարձը։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել Լոռու մարզպետարանի դիմաց, պահանջելով միջնորդել հանդիպում Արմեն Մովսիսյանի հետ։ Մանրամասներին ծանոթացեք ներկայացվող ռեպորտաժից։ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում միջնորդության նպատակով։ Պահանջը միջնորդություն մարզպետից, մարզպետը որ միջնորդի մենք կարողանանք հանդիպենք կամ ինչ-որ ինֆորմացիա ստանանք կոնկրետ, թե մեր հարցը երբ կլուծվի։ Աշխատակիցների խոսքով իրենց տրված խոստումներից միայն մի մասն է իրականացել, ստացել են 1 ամսվա աշխատավարձ։ Շարունակում են պահանջել կուտակված աշխատավարձերի պարտքերի մարում։ Պահանջում են նաև, որպեսզի իրենց հայտնեն գործարանի հետագա ճակատագրի մասին։ Վանաձոր քիմպրոմի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանի խոսքով իրենց հաջողվել է խոսել մարզի ղեկավարի հետ։ Այժմ սպասում են պատասխանի։ Անետ Կապետյան, Էդվարդ Արզումանյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը։ Թումանյանական օր տիկնիկային միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել արտիստներ աշխարհի 6 երկրներից։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում։ Անվճար ցուցադրությունները կշարունակվեն հանրապետության մի շարք քաղաքներում մինչև սեպտեմբերի 10-ը։ Թող արև լինի, թող բարի լինի։ Այս բառերով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան բակում մեկնարկեց Թումանյանական հեքիաթի օր տիկնիկային միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը թվով 9-րդն էր։ Մասնակցում էին արտիստներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Թուրքմենիայից և Ֆրանսիայից։ Ծրագրի գեղարվեստական մասն ապահովեցին հանրապետության լավագույն պարի խմբերը Գավառից, Էջմիածնից, Ստեփանավանից, Ալավերդուց, Վանաձորից և մի շարք այլ քաղաքներից։ Այս փառատոնը յուրօրինակ է իր ձևով, որտեղ մի
միայն հեքիաթների թեմաներով են ընդգրկված ուրեմն փառատոնի ներկայացումները։ Միջոցառմանը ներկային նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակն էր ուրախություն բաշխել աշխարհի բոլոր փոքրիկներին։ Հաղորդակցության լեզուն տիկնիկայիններ, մեծերի շուրթերից հնչող հեքիաթներն ու առակները։ Հայաստանում մենք իրականացնում ենք այս ուրախությունը, այս տոնը եւ այս կրթական ծրագիրը, որտեղ ամեն ներկայացում դա բարության, դիմացինի հանդեպ սիրով լեցրելու, օգտակար լինելու խրատներ են, հեքիաթներ են։ Երեխաներին տոն նվիրելը ամենակարևոր բանն է։ Ես կարծում եմ, որ ցանկացած երկրում, ցանկացած պետության առաջին հոգսը պիտի լինի երեխաներին երջանիկ մեծացնելը։ Մանուկներին ու մեծահասակներին ժամեր շարունակ բեմահարթակի առջև պահեցին պարող տիկնիկները, սիրված մուլտհերոսներն ու առեղծվածային աճպարարները։ Կազմակերպիչների խոսքով միջոցառումների հերթական շարքով հյուրերը ելույթ կունենան նաև հանրապետության մի շարք քաղաքներում։ Շատ հաճելի միջոցառում է, մենք երկրորդ տարին է, որ մասնակցություն ենք ունենում այս միջոցառմանը ու շատ ուրախ ենք։ Մենք միջոցառումներով հանդես ենք գալի Ստեփանավանի տարածաշրջանի բոլոր գյուղերում, բոլոր համայնքներում անվճար հիմունքներով։ Վանաձորում միջոցառումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ։ Էրմինե Յավարյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Խաչերտ Վանաձորի Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Սուրբ Վարդային եկեղեցի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային գրասենյակի եւ Գուգարած թեմի նախաձեռնությամբ։ Խաչերտի նպատակի մասին իմացեք ներկայացվող տեսանյութից։ Ճանաչիր քո սրբավայրերը այս խորագրով Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու բակից մեկնարկեց խաչերտ դեպի նույն թաղամասի Սուրբ Վարդան եկեղեցի։ Երթը կազմակերպվել էր Գուգարած թեմի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վանաձորյան գրասենյակի նախաձեռնությամբ։ Խաչերտին մասնակցում էին երիտասարդական հիմնադրամի կամավորներ, 18 եւ 19-րդ դպրոցների բարձր դասարանցիներ, ինչպես նաեւ երկու եկեղեցիների հավատացյալներ։ Պասիվություն է նկատվում, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք նաև քաղաքի ծայրամասերը եւս ակտիվացնենք, հատկապես եկեղեցական, ուրեմն տոնացույցով նախատեսված տոներով։ Շատ կարևոր է, որպեսզի կրոնի հանդեպ, մեր Սուրբ Առաքելական եկեղեցու հանդեպ երիտասարդների ուշադրությունը ավելի մեծանա եւ շատ կարևոր տեղ զբաղեցնի իրենց հետագա դաստիարակության գործում։ Մոմերով երթի մասնակիցները հանգրվանեցին Սուրբ Վարդան եկեղեցում։ Վերջինից հոգևոր հովիվ Տեր Սողոմոնը աղոթագրքեր բաժանեց երթի մասնակիցներին ու աղոթել սովորեցրեց։ Տեր հայրը նաև պատմեց տոնի ծագման մասին։ Եկեղեցական 5 տաղավար տոներից խաչվերացին նախորդող կիրակի օրը բարեկենդանին հավատավոր ժողովուրդը պահեցողության բուխտագնացությունը իրականացնում սրբավայրեր։ Նմանատիպ նախաձեռնություններ էլի են կազմակերպվել։ Տեր հոր խոսքով այս ծրագրի միջոցով եկեղեցի այցելողների թիվն աճել է։ Այդուհանդերձ Տեր հայրն անհանգստանալու մեկ այլ առիթ է տեսնում։ Երթի ավարտին Տեր Սողոմոնը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ամեն շաբաթ օր եկեղեցին սպասում է իր հավատավոր ժողովրդին սուրբ պատարագ ընդունելու։ Էրմինե Յավարյան, Նարեկ Գևորգյան, Մոլորակ։ Թողարկման վերջին տեսանյութը տրամադրել է Գուգարած թեմը։ Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Լոռու մարզի Շահումյան համայնքի բնակիչներն արդեն ունեն իրենց աղոթատունը։ Գուգարած թեմի առաջնորդ Տեր Սեփո arczepiskopos Չուլջյանը օծեց Սուրբ Հակոբ Մծմնա հայրապետի անունը կրող եկեղեցին։ Օծման արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, պետական այրեր, հոգևորականներ, մտավորականներ, Շահումյան համայնքի բնակչությունն ու բազմաթիվ ուխտավորներ։ Գյուղի բնակիչները հիմնականում 1988 թվականին գաղթել են Բաքվից, Սումգայիթից եւ Շահումյանից։ Մեր սպասումները այսօր իրականացան եւ մենք ունենք գործող եկեղեցի, որտեղ կարող ենք իրականացնել մեր բոլոր եկեղեցական տոները, որոնք իրականանում էին, սակայն դրսում կամ այսպես գնում էինք Ծաղկաքաղի համբարձման տոնի առիթով։ Այստեղ կողտրիկ մի միջավայր կարող է ստեղծվել, հոգևոր մթնոլորտ։ Հոգևոր կյանքը Շահումյանում սկսվել է դեռ այն ժամանակ, երբ դրվել է եկեղեցու առաջին հիմնաքարը։ Եկեղեցին համախմբող է, եկեղեցին սեր է, եկեղեցին իմաստություն է, եկեղեցին ներողամտություն է, հանդուրժողություն է, գիտակցություն է։ Այս գիտակցությունը մեր մեջ պահվում է եւ մենք գիտենք, որ մեր ինքնության մաս է կազմում մեր հավատքը, զուգահեռ լեզվին եւ մշակույթին։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2012 թվականին համայնքապետի տեղացիների անհատ բարերարների ներդրումների շնորհիվ եկեղեցին արդեն կանգուն է։ Չեմ ուզում առանձնացնել խոշոր, միջին չափի կամ փոքր ներդրումանողներ։ Ինձ համար ավելի քան գարժեք էր մի թոշակառով մի բուր բեխեր վերում։ Կային մարդիկ, որ իրենց նպաստից 1000 դրամ են ներդրել։ Դա ինձ համար մեծ գնահատական է իրենց նկատմամբ եւ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին ներդրում կատարելու համար։ Օծման արարողության ավարտին եկեղեցում առաջին Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Սողոմոն Քահանայապետիսյանը։ Համայնքապետի նախաձեռնությամբ արդեն 115 երեխա է մկրտվել։ Ստեղծվել է Սուրբ Խաչ եկեղեցասեր մանկապատանեկան միությունը, որի հիման վրա 2013 թվականից գործում է համանուն Կիրակնորիա դպրոցը։ Համայնքի ղեկավարը չնայած այս դժվար իրավիճակին կարողացավ բարերարներ գտնել, կարողացավ համախմբել այս կարևոր գաղափարի շուրջ մարդկանց եւ ինչպես տեսնում եք, արդյունքը եղավ այն, որ գյուղը ունի եկեղեցի։ Դիվան Գուգարասթեմ։ Թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ եղանակի տեսությանը, կանխատեսումները կներկայացնի իմ գործընկերը։ Ողջույն Էռնա։ Ողջույն Գոհար։ Եղանակային արտակարգ դեպք աշխարհում գրանցվել է։ Այո, Գոհար, Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի ծայրամասային անտառներում երկնաքար է ընկել։ Տեղի բնակիչները բարձր աղմուկ են լսել եւ զգացել գետնի տատանումները։ Երկնաքարի ընկած տեղում 12 մետր խորությամբ եւ 5 մետր լայնությամբ փոս է գոյացել։ Իսկ եղանակային կանխատեսումներն առավել մանրամասն փոքրիկ դադարից հետո։ Լուսատուն ներկայանում է իր առաջադեմ էլեկտրամոնտաժման համակարգի համար նախատեսված բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով։ Հաղորդալարեր եւ մալուխներ սկսած 0.12 մմ քառակուսուց մինչև 250 մմ քառակուսի կտրվածքով, ինչպես պղնձե, այնպես էլ ալյումինե։ Ուղետажներ, էլեկտրական պահարաններ, մագնիսական թողարկիչներ, եռաֆազների համար նախատեսված ավտոմատ անջատիչներ, պաշտպանի ճանջատման սարքեր, ջերմային ռելեներ, ինչպես նաև մանրամասն խորհրդատվություն։ Լուսատու էլեկտրամոնտաժեք ձեր բնակարանը, օֆիսը կամ արտադրամասը բացառապես մեր որակյալ սարքավորումներով։ Լուսատու Տեսար չէ, որ ամենալավ ու մատչելի ապրանքն էստեղ էր։ Լյուքս մասնագիտացված խանութսրահ, խնայեք ձեր ժամանակը։ Այժմ ներկայացնեմ կանխատեսումները սեպտեմբերի 9-ից 10 շրջանների մեծ մասում կրկին կհաստատվի առավելապես առանց տեղումների եղանակը։ Միայն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ նաև ամպրոպ եւ քամի 18-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում 3-ից 5 աստիճանով, այնուհետ անփոփոխ կլինի։ Եվ այսպես Լոռու մարզում սպասվում է գիշերը 16 ցերեկը 28 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Ստաշիրում սպասվում է գիշերը 13 ցերեկը 23 աստիճան տաքություն։ Ալավերդիում սպասվում է գիշերը 16 ցերեկը 26 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 13 ցերեկը 23 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կանխատեսվում է գիշերը 13 ցերեկը 23 աստիճան տաքություն, իսկ Մարզկենտրոն Վանաձորում կլինի գիշերը 14 ցերեկը 24 աստիճան տաքություն։ Երևանում սեպտեմբերի 9-ից 10-ը սպասվում է առանց տեղումների մեծ մասամբ արևային եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 13 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչև 35 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը ու թող տրամադրությունը կախված չլինի եղանակից Գոհար։ Շնորհակալ եմ կանխատեսումները ներկայացնելու համար։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ դուք հետևեք մոլորակի պտույտներին եւ եղեք տեղեկացված։ Ցտեսություն։